Այսօր միտքը մեզի գդրվի Թանիելի 13-րդ գլխուն 4 համարի մեջ, որ եթե Թանիելի քիրքը փանանք 4-րդ համարի մեջ, որ գսե թուն ով Թանիել այս խոսքերը կոչե ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը շատերը ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա Okay. Գիտությունը պիտի շատնա, ինչ կլա որ հիմա մեր ժամանակներուն, գիտությունը կշատնա որ ինտերնետի միջոցով մենք կտեսնանք որ ամեն դեղ ինչ գուզես, որ երկիրը գրնաս մտնալ այնտեղի թերթը, լուրերը, գարթալ, գրնանք որ մեկ հարցում դալ եւ AI գսվի, հայրեն AI-ին հայրենը չեմ գիտեր եթե գա, artificial intelligence, ասել է որ ոչ մարդկային իմաստություն, այլ ցևով ասենք այդ նման է գենաց ծարին փան որ բդուղը այդ բարդեզի մեջ կար որ մարդկային իմաստություն է ասիկա իմաստությունը կշատնա որ բայց ինչ տեսակ իմաստություն աստվածային իմաստությունը իր խոսքին միջոցով մեզի կտա բայց գիտությունը այնքան շատ է որ մարդկանց շփոթության մեջ կտնեք, չեն գիտեր ինչ պիտի կարդան, չեն գիտեր ինչ բանի վրա պիտի վստահեն եւ այդ գիտությունն է գշատնա որ բայց այդ փոլորին մեջ ասված Դանիելին գսե որ գնքե, այսինքն մի ցկեր որ հասկանան ինչ է իմաստը, վերջին օրերում պիտի հասկացվի։ Այդ ինչ որ Դանիելին գսե որ գնքե Հովանեսին գսե որ մի գնքեր առաջին գլուխը հայտնության քիթքին մեջ որ ամեն մարդ հասկանա Բայց հոսք ու կանք որ 10-րդ գլխում մեջ եւ այս 7 որոդումները որ հնչեն իրեն հրեշտակը գսե որ գնքե մի ցկեր որ ասիկա մի քրեր բայց հետաքրքիր բանը ինչ է որ 7 որոդումները որ հնչեն 7 ամբողջության միտքն է այսինքն ժամանակը հասերը ամեն բան լրացել է եւ որոդումները ուր դեսան առաջին անգամ որ փայլադագումներ եւ որոդումներ եղավ 4-րդ գլխում մեջ այո 4-րդ գլխում մեջ ուր Աստծո խորանին գփխեր ուր որ ասված նստած է եւ այնտեղ են որոդումներ եւ փայլադագումներ գլար եւ ուրեմն այդ փայլադագումները հիմա 7 հատ գնչվի որ այսինքն լրացած է ժամանակը հասել է այլևս բացադրելու բանը չկա Հովանես բարձրապես է որով 7-րդ փողը պիտի հնչե 11-րդ գլխում մեջ ամեն ժամանակը հասել է մի քրեր ավելի մի բացադրեր եւ այս միտքը գուքա Երկրորդ օրինաց քիրքեն 29-րդ գլխու 29 համարը եթե գրնաս մեկա չդովայդալ ընթերցենք Երկրորդ օրինաց second upon Deuteronomy chapter 29 ուրեմն երկրորդ օրինաց 29 համարներ համարը միայն այդ համարը Երկրորդ օրինաց անոնք որ գեհդևին 29 Ձաձուկ բաները մեր դեր աստուծուն գվերապերին, բայց հայտնված բաները մեզի ու մեր գործներուն դրված են հավիդյան, որբեսի այս օրենքին բոլոր խոսքերը գադարենք։ Այո, ուրեմն այդ բաներ կան որ ձաձուկ են, բաներ կան որ ասված չուզեր որ մենք տեսնանք, բայց այս միտքը այստեղ այդ միտքով է որ ասված Հովանեսին այս հրեշտակի միջոցով գսե որ մի քրեր գնքե ինչու որով 7 որոդումներ գլավորել է որ արդեն ավարտվել է ժամանակ ինչպես 7-րդ օրը Աստված եւ որ ստեղծեց ամեն բան 6-րդ օրը 7-րդ օրը ամբողջացուց տեսավ որ ամեն բան լավ է եւ հանգիստ մտավ այստեղ միտքան է որ Աստված 7 որոդումները գնչե որ գսե որ արդեն ժամանակը եղած են այ հաջորդ համարի մեջ գսե հաջորդ համարը անցնենք եւ որ գուզես հեսվա չէ գուզեմ որ այստեղ գրե որ վերջը պիտի տեսնանք որ արդեն ժամանակը եկել է այլևս բանը չկա ավելցնելու բայց ոչ ամեն բան ասված նայ Հովանեսին հայտնվեցավ այս 7 որոդումներուն միտքերը բայց ասված իրեն կարևոր այդևոր գսե որ վերջացավ արդեն ժամանակը հասել է թուն քրե ասիկա եւ փոխանցե ավելի բանը բեչունից բացադրելու բաներ կան որ ասված երբեմն մեզ մեկը բահե խորհուրդներ կան բայց այս վերջին օրերուն հիշենք Գիտությունը պիտի շատնա, բայց հայտնություն
կսե ամեն բան չէ որ գահայտնի Աստված այն ինչ որ մեզի գահայտնի որ այս հայտնության քիրքի միջոցով այս կարևորը որ այս 22 գլուխները հասկանանք նա արդեն հերիք է որով այս օրերի մեջ ինչքան դժվար է նայ մենք նայեցանք սկիզբը որ Սամվելի ժամանակ հերի քահանայի ժամանակ կսե խոսքը գար բայց հայտնություն չի գար Իսրայելի ժողովրդի մեջ չէին հասկանար քիրքերը որով մեկնաբանող չկար մեկը չկար որ բացադրե որով այնքան իրենց համար իրենց փորերը կգշտացնեին իրենց համար իրենք բղզության մեջ էին որ մեկը չկար որ բացադրե այս բաները ժողովուրդը անոթի կմնար համար մգա որ գսե իմ ժողովուրդս կմեռնի որով գիտություն չունի որով ինչու որով քահանաները եւ մարգարեները եւ մարգարեները եւ քահանաները չէին բացադրեր չէին սորվեցներ ժողովրդին եւ Հիսուսին չսավ սա վերջին օրերուն նոյի օրերուն նման պիտի լա եւ վերջին օրերուն գիտությունը պիտի շատնա բայց մարդիկ չի պիտի հասկանան իմաստը այդ խոսքերուն կամ սխալ ցևով պիտի մեկնաբանվի Okay so այստեղ գտեսնանք Հովանես կսե մի քրեր այստեղ ինքը այս նկարի մեջ իրեն գսվի մի քրեր Okay անցնենք 6-րդ համարին ուրեմն այստեղ ուզեմ որ մեկ հատ նայենք որ ինքը ուխտ մգնե այս հրեշտակը այս ցերկը կբարձրացնի եւ ուխտ մգնե Աստծո առջև Ելից 20 քուլուխը եթե գրտնանք բանալ 11 համարը նայիր եւ վերջնա Եփեսացիս 1:9-10 համարները այս ուխտի մասին գուզեմ անդրադառնանք Այո, ուրեմն ելից 20-11 Կազի դերևս օրվան մեջ ըրավ երկինքն ու երկիրը ծովը ու բոլոր անոր մեջ եղածները եւ 7-րդ օրը հանգստացավ Անոր համար դերը օրհնեց հանգստության օրը ու սրբեց զանիգա Այո, ուրեմն այստեղ ինքը ստեղծիչն է, արարիչն է, ինքն է որ այս բոլորը գնե եւ 11 համարը մենք կտեսնանք այնտեղ որ ուխտը ինքը ըրած է եւ այդ ուխտը ընողը Աստված է եւ այս հրեշտակը Աստծո անունով երթում գնե որ ավելի ճիշտ է եթե ասիկա Հիսուսը լար ինքը երթում բեչունի անելու ինքը արդեն Աստված է ուրեմն անոր համար իմ մեկնաբանությանս այդ պատճառները որ այս ցևով ընդունած են որ այս հրեշտակ է եւ ոչ թե Քրիստոս ինքը որով շատ էլ գշփոթեն գսեն ասկա Հիսուսն է որ գուքաբար այստեղ գայթի որ շատ նման է առաջին քուխուն 9:16 համարներում so հրեշտակը երթում գնե որ անգե որ ստեղծեց երկինք ու երկիրը եւ ամեն բան ինչ որ ստեղծված է ուրեմն այս ինքը երթում մնելու գալիքը չկա եթե ինքը ասիկա Հիսուսը լար կամ Աստված ինքը լար Եփեսացիս 1:9-11 համարները եթե կարդանք այդ խորհրդին այնտեղ պիտի մեզի բացատրվի Մեզի հայտնելով իր գամքին խորհուրդը իր հաջողությանը բես որ իր մեջ նախասահմաններ էր որբեսի ժամանակներուն լրանալուն դնդեսությանը մեջ ամեն բան փոխանցագե Քրիստոսով ինչ որ երկինքը ու ինչ որ երկրի վրա գա Ուրեմն ժամանակներուն ինչը լրությունը չէ կամ վերջանալը այդ ամեն բան իրմով Քրիստոսի մեջ արդեն ինչ որ պետք է ինչ եղած է գսեգոր փոխանցագե Քրիստոսով լրանալուն դնդեսությանը մեջ Այո, so այդ խորհուրդները մեզի Քրիստոսի մեջ արդեն կհայտնվին որ ամեն բան եւ լրուտ այդ վերջանալու բահը իր մեջ կկատարվի որ այս է կարևոր եւ այս 7-րդ հրեշտակը որ պիտի հնչե փողը եւ բادرը պիտի ինան ինչպես Երիքոյի բادرը եւ որ 7-ը քահանաները հնչեցին իրենց փողերը Երիքոյի բادرը ինգան մենք պիտի տեսնանք որ ժամանակ այլևս վերջացավ բادرը պիտի ինան բայց միտքը փոխապերական միտքով ամրոցներն են որ հիմա ուրիշ քաղաքի մասին այս հրեշտակները պիտի տեսնանք ավարտը որ մեծն Բաբելոն բորնիգն է եւ այս քաղաքը ֆիզիկական քաղաք չէ
ինչ որ ադենին շատեր այդպես կմեկնաբանեն, որ Իրաքի մեջ քաղաքը պիտի լա, պիտի Սադամ Հուսեյնի ժամանակ եթե գիշես կգարձեն որ աշխարհի վերջը գուքագոր, որով այնատեն ամերիկացիները պիտի կային եւ ռմփակոցեին եւ Բաբելոնը վերաշնվեր է, ասե անի Բաբելոնը նորեն չի պիտի վերաշնվի եւ այդպես ալ մարգարեացված էր հին գդագարանի մեջ։ Անորամար չհաջողեցավ այդ եւ չի պիտի ալ հաջողի, բայց Բաբելոնի միտքը ժողովուրդներն են, որ Քազանին գբաշտեն, անոնք որ բորունգուցած են այն առումով, որ շնություն հրած են գուրքապաշտությամբ, սիրած են վիշաբը ավելի քան քարնուգը, կասկնաց միտքը, ուրեմն գա վիշաբը եւ երկու քազանները, գա քարնուգը հայր Աստված եւ Սուրբ Հոգին, այս սուտ երրորդությունը եւ Սուրբ երրորդությունը, հետևորդները քարնուգին նոր Երուսաղեմն է, որ վերջը պիտի նայենք 21-րդ գլխի մեջ, իսկ հետևորդները վիշաբին անոնք են, որ 17-րդ գլխի մեջ հիշված է, որ Բաբելոն մեզն բորնիգն է, հետևորդները, ժողովուրդները։ Հիմա մենք մի դիտենք, որ ինչպես Բաբելոն 18-րդ գլխի մեջ կսե մեկ ժամվա մեջ կանթվեցավ, Զուքահերը ասոր հետ, որ վերջին փայլատագումը գլա, վերջին փողը կհնչվի եւ ամրոցները կքանթվին, կգործանվի Բաբելոնը։ Նման Հեսուի այդ 7 քահանաներուն, որ 7 անգամ 6 անգամ դարձան, 7-րդ անգամ 7 փողերը հնչեցուցին։ Եվ այդ իրենգա լրության մեջ պիտի կալեին, եթե գիշես, այս բոլոր 7 փողերը չի հնչած, գեշամ լրություն գար երկինքը կսե, զուքահերները գտեսնած չէ, եւ parallel-ները։ Այս ամրոցներուն գործանումը կկատարվի Աստծո կողմեն, երբ մենք կսկսենք ճշմարտությունները հռչակել։ Որքան մենք Աստծո այս հայտնության գիրքը կսկսենք սորվեցնել, քարոզել, հռչակել այս 7 հրեշտակներու մասին, այդ ազդանշանները կսկսին երկրի վրա կատարվել։ Մեր հետ գաբի մեջ է, ինչ որ երկինքը գլա, որ մենք կաղոթենք, որ երկրի վրա կա իր թագավորությունը ինչպես երկինքը, իր գամքը կատարվի երկրի վրա ինչպես երկինքը, որքան մենք հասկանանք այդ երկնային ոլորտի մեջ ինչ կկատարվի, որ եւ հռչակենք երկրի վրա, կսկսի աստեցությունը երկրի վրա ինչ որ երկինքը կա։ Աստված մեր հետ է աշխատի, որ Քրիստոս գլուխն է, եկեղեցին իր մարմինն է, մենք իր կորձընկերներն ենք, մենք իր հարսն ենք, հարս ու փեսա միասին աշխատի, որ ինչպես որ երկոց գիրքին մեջ։ Փեսան գխոսեր հարսին, հարսը Սուլամիդը գխոսեր Սողոմոնին, Սողոմոնը գպաշտպաներ եւ գպատերազմեր հարսին պաշտպանելով, բայց հարսնալ պետք էր իր ամուսինին Սողոմոնին հետ երթար այդ ջանաբարորդության, որ ամուսինը գերտար հաղթանակի։ Նմանությունը նույնն է հոս։ Մենք կորձընկերներ ենք Աստծո հետ եւ մեր կորձն է, որ հռչակենք այս ճշմարտությունները երկրի վրա եւ պիտի տեսնանք, թե ամրոցներ մեր միտքերու մեջ պիտի կանթվի եւ թե ամրոցներ, որ պիտի դրսեւորվի երկրի վրա։ Okay, ուրեմն հարցում ունիմ անսանական ասիր որ աղոթենք որ շուտ լա Աստծո դաստանը որպես մարդիկ ապաշխարեն ուրեմն մենք եթե ադիգայալ աղոթենք ադիգայալ ինչ որ երկինքի մեջ երկրի վրա բիդիալա այո որով մեր աղոթները նայ անուշահոտ խունգի նման այդ որ պիտի ավելցնենք այդ կեշամբա ընթացքին այդ խունգը որ գվարեր հրեշտակը գհավաքվեր այդ աղոթներուն հետ անուշահոտ խունգի նման է մեր աղոթները Աստծո առջև այդ առնված է 141-րդ Սամոսեն երկրորդ համարը որ գսե մեր աղոթները անուշահոտ խունգի նման է որքան մենք աղոթենք անորամար կաղոթենք նաև ինչ որ Աստված աղոթքի հոգի տապ է մեր մեջ եւ որ մենք սկսենք միապանվել այս աղոթներուն այն նպատակով որ դերը գուզե որ աղոթենք եւ գիտնանք ինչ պետք է աղոթենք այն դերը մեր ըստ մեր աղոթներուն ինքնագսկսի կատարել երկնային գետրոնեն որ ոչ թե Վաշինգտոնն է կամ Մոսկվան է կամ Լոնդոնն է կամ չեմ գիտեր ուր այլ երկնային այդ սրբության սրբոցեն գսկսի աստեցությունները երկրի վրա անորմալ պետք է գիտնան երկամքի ինչ է իր խոսքի միջոցով գիտես արագած քիրքին մեջը
համար մը գա որ գուզեմ որ գարթած կրնա լավ որ մենք արդեն ընթերցեցինք լավ որ նորեն հիշենք Սուրբ Հոգին հիմա միտքս կբեր որ մեկ բարյամ փանամ արագած քիրքը եւ շուտ մտանանք այնտեղ 8-րդ արագածը 9-րդ համարը Արագած 28-ը այո եւ 9-րդ համարը գարթան խնդրեմ Սամեսը շուտ բանամ Արագած 28-ը 9-րդ համարը Ինչ շատ լավ հարցումներ գուտասկարին քույր որ մեզի խորին որ ինչ որ թուն կհարցնես շատ անգամ շատերուս միտքին մեջն է եւ ուրիշներն ալ այդ հարցումները պիտի ուզեին հարցնել շատ դեղին է հարցումները խնդրեմ որ ընթերցես շատ փոքրալա Այո ուրեմն ան որ օրենքին մդիկ չնելու համար կկոչե իր ագանչը նորեն միտսեմ ան որ օրենքին մդիկ չնելու համար կկոչե իր ագանչը անոր աղոթքն անգամ բիղձ է Այո նայե Եթե մենք օրենքը մեր Մենք ագանչի օրենքի դակ չենք հիմա Այո, հիմա օրենք որ գսե, անշուշտ մենք պետք է հասկանանք օրենքը այն առումով որ իր խոսքին, այն որ իր խոսքին ագանչը գկոցե, ինչեն իր աղոթները նույնիսկ բիղձ է, որով ինչեն պիտի գիտնաս, ինչ պիտի աղոթես։ Աղոթները դա դերոջ մեզի պետք է դրվի։ Դերոջ դերը մեզի ինչպես կուտա աղոթքին յուտերը։ Իր խոսքին միջոցով, որքան մենք քիրք մգա միայն բոլոր աղոթները 5 գտագարանի մեջ Եվ բոլոր աղոթները նոր գտագարանի մեջ արժի որ մեկը Google-ն է նայի ինչ աղոթներ եղած են եւ նայի որ օրինակաբար Ղովդի ինչպես Աբրահամ ինչպես միջամտեց Ղովդի համար եւ Սոդոմի համար չէ որ Աստծո փարգությունը չկա այդ իր միջամտության միջոցով ասված ինչ հրավ Շնորհեց Ղովդին Շնորհեց, այո, վերջը ուրիշ տեղը Մովսես եւ որ աղագեց Աստծո ժողովրդին համար մեր աղոթները Աստված գլսե եւ անոր հետ միասին գործակցի մեր հետ բայց մենք պիտի գիտնանք ինչ պիտի խնդրենք որ իր կամքին համաձայնը լավ ինքը իր կամքին թեմ չի պիտի մեր աղոթները նույնիսկ բիղձ են գսե մեր աղոթները բաներ խնդրի որ Աստծո կամքին համաձայն չէ չի պիտի ընդունի դերը Սորվինք ինչ են այն բաները, որ գուզե աղոթենք եւ սկսենք աղոթել եւ պիտի տեսնանք երկրի վրա ինչեր եւ ինչ շուտ մեր եկեղեցիներում, մեր ընտանիքի կյանքի մեջ, մեր շրջապատի մեջ եւ մեր սերունդի մեջ նույնիսկ բաներ, որ կարելի չեն եղած ուրիշ սերունդներու մեջ եւ միապանություն, որ միապանություն կա, լավ որ մենք իբրև հավատացյալներ եւ եկեղեցիներ միապանը լանք մեր աղոթներու մեջ, հոնդեղը օրտնություն կա գսե Սաղմոս 133-ը չէ Okay Արդյունք կուսամ Այո շնորհակալ եմ Okay ուր հասանք ուրեմն 7-րդ համարը ուր որ գսե ուրեմն այն օրերում որ վերջին փողը պիտի հնչվի դերոջը ինչ պիտի լա խորհուրդը mystery բիդի կադարվի գսե ինչպես որ մարգարեացված էր իր ծառաներուն իր մարգարեներուն ուրեմն ինչ որ մարգարեացված էր 5 դագարանի մեջ եւ Քրիստոսի միջոցով օրինակի համար Մատթեոսի 24-րդ գլխուն մեջ վերջին օրերու մասին բիդի կադարվի բիդի ավարտվի so այլևս այդ հայտնությունը մեզի դրված է միան որ գարթանք միան որ լսենք միան որ մեր սրտի մեջը բահենք եւ ժամանակը շատ ինչ է մոտ է այո այսինքն արդեն հասեր է թուրն է Okay շարունակենք հիմա ուրեմն 8-րդ գլուխ 10-րդ գլուխը 8-ն 11 համարները հոստեղ Հովանես կստանա գոչումը ինչպես որ ինքը ստացավ առաջին քոխուն մեջ դերը ինքը ինչը սա որ Հովանեսին քրե այնինչ որ կտեսնաս եւ գլսես հիմա այստեղ այս հրեշտակի միջոցով 8-ն 11 համարներու մեջ կտեսնանք 8-րդ համարի մեջ որ գսե որ երկինքեն նորեն ցայն մգլսե Հովանես ինքը Պատմոս կղզին վրան է այնտեղ նայ նկարի մեջ կտեսնաս չէ դստերը այնտեղ գքրե որ քրած ադենը որոդումները կտեսնագոր այս հրեշտակը կտեսնագոր հիմա այդ հրեշտակը իրեն կմոտենագոր ցերկը նայ քրքույկ մգա
կտեսնաս որ չէ, ցախ ցերկաստը, չեն գիտեր որ ցերկաստը չսեր, բայց ցերկի մեջ քրքույկ մգա, եւ հիմա այդ ցայնը ինքը երկինքեն գլսե, որ գսե քնա եւ վերցուր այդ քրքույկը, այդ մագաղաթը, որ հրեշտակին ցերկն է, որ կանգնած է երկրի եւ կամ ցամաքի եւ ձողում վրա։ Ուրեմն ինքը գերտագոր եւ գսե որ ինքը որ 9-րդ համարի մեջ դասը քուխուն ես քացի եւ այդ հրեշտակին ցերկեն վերցուցի գսե որ այդ մագաղաթը եւ հրեշտակը իրեն ինչ գսե որ ունի Գնքե։ եւ ինչ գեր հիմա փարացիորեն պիտի առնենք որ մագաղաթ պիտի ուտե ինչ ենք ինենք որ փարացիորեն չպիտի անեադիկա մենք պետք է որ հին ուխտը դեսնանք որով հոնա օրինակ մկա եւ ոստեղ գսե որ ադիկա արգեր եւ քու փերնիտ մեջը քաղցր բիդիլա բայց քու փորիտ մեջ թար ինքը մեղրիբես բիդլա քու փերնիտ մեջ ուրեմն այս քիրքին այս մագաղաթի մեջի քրված խոսքերը բիդիլան շատ քաղցր իր փերնի մեջ այսինքն հաջելի բիդիլա իրեն որ առնե ուտե Ուրեմն հին ուխտի մեջ մի քանի համար գա որ լավ մեզի գիշեցնե որ ինչն է որ մեղրիբես է Ասոխոսկը ասոխոսկը այո մեկ հատ նայենք այդ համարներուն Սամոս 119 103 համարը որ գսե որ չափ քաղցր է քո խոսքդ իմ քիմքիս մեղրեն ավելի անուշ է իմ փերնիս Ահա, ուրեմն նորեն փարացիորեն գտեսնաս, ինչու չեն առնել որ ինքը փարացի մագաղաթն պիտի առնե ու դե եւ մեղրի փարացիորեն մեղրի պես մի իմաստները պիտի հասկանանք։ Այսինքն Աստծո խոսքը համ գուտա ինձ համով համ մնե իմ փերդիս մեջ։ Շատ հաճելի է 19-րդ Սամոսին 10 համարը եթե գրնաս նաեւ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են մեղրեն անուշ են ու խորիսխե գատած մեղրեն Ինչը կոնտեքստի մեջ իր օրենքը, իր խոսքերը, իր կանոնները, իր խոսքը Հիսուսը սա մարդ միան հացով չաբրի, ամեն խոսք որ Աստծո փերանեն գել է, այդ խոսքը մեզի համար ինչ հաճելի է, անոնք որ փրկված են, եւ մեր փերնի մեջ շատ քաղցր, բայց նաեւ Հովանեսին փորը ինչ պիտի լար, թարմ պիտի լար, եւ երբեմն այսպես է, կյանքին բատկամները մեզի հաճելի գուքան եւ այսօր թուն ինձ վկայություն մտավիր որ գուզեմ մեջբերում մներ թուն գրնաս ավելի մանրամասն եթե ուզես բայց եւ որ գարթանք ասփաներու մասին մենք ցեով մենք ուրախանանք որ մենք փրկված ենք եւ դերը պիտի քայ Թադաստանը պիտի քա եւ ավարտը պիտի լա այս բոլորին եւ արդար Թադաստան արդար Թադավորին գոմեն պիտի լա երկրի վրա երբ այս 7 փողերը հնչեն բայց եւ որ մտածենք որ Ինչ պիտի լա մեր շրջապատի մեջ եւ գրնալալ որ հավատացյալ բան ասկականներ, բարեկամներ, մարդկանց կճանչնանք որ թեր հավատքի մեջ չեն ընդունած այդ միտքերը մեզի երբեմն կպատճառե թարնություն, չէ, խորը որ վայ մենք փրկված ենք եւ համով է եւ լավ է եւ վերջը ավարտը արդար է եւ Աստված արդար է, բայց նաեւ կմտածենք մեր սիրելիներու մասին որ թեր իրենք չեն փրկված, թեր իրենք չեն ընդունած Հիսուսի իբրև իրենց Տերը փրկիչ եւ իր արյունը իբրև միակ միջոցը փրկության եւ ադիկա մեզի թարնություն կբաճարի եւ մտածենք ինչ աղետներ պիտի կան եւ գուքան որ արդեն so ասոր մասին գուզեմ որ անդրադառնանք Եզեկիելի մարգարեությունը որ տեսնանք ինչն է որ թարնությունն է այնտեղ Եզեկիելի մարգարեությունը երթանք երկրորդ գլուխը եւ այնտեղ են սկսենք ընթերցել համարները Եզեկիել 2:10 այ 8-ն մինչև 10-ը եւ շարունակենք 3-րդ գլուխում մինչև 4-րդ համարը Ուրեմն իսկ տուն որդի մարդո քեզի ըսածս լսե այն abstamp դանը բես abstamp մի ըլլար Փերանդ փած ու քեզի դվածս գեր Նայեցա եւ ահա դեսա ինձի երգնցած ցերկմը որուն մեջ դոմս մգար Զանիգա իմ արջևս փացավ Անոր արջերն ու յետևը քրված էր անոր վրա ողբեր հարաճանք ու վայ քրված էին Չարնագե Երրորդ գլուխ 14-րդ համարը այո ասնայոչում
Ուրեմն երրորդ գլուխ 14-ը, որ գսե հոգին զիս վերցուց դարավ ու զիս իմ հոգիիս տակութենեն թարնուչյամբ կացի ու դերոջը ցերկը իմ վրաս եղավ զորությամբ։ Okay, ուրեմն այսօր Եզեկիելի թեփը արդեն կտեսնանք որ զուգահեռ մգա որում մեզի գոքնե հասկանալ ինչ կկատարվի որ Եզեկիելի ժամանակ ասցեք մգեր գարե որ նորեն նման այս հեշտագին որ այստեղ հայտնության 10-րդ գլխում մեջն է եւ Աստված իրեն գսե որ քնա եւ գեր նորեն փարացի չեն գարներ որով ինքը ասիկա եւ որ գուտե ինքը բերանը կփանագոր գուտե որ եւ որ ինքը գուտե որ իր փորի մեջ է թարնություն կպաճառե որ այս գերածը բայց իր փերնի մեջ է մեղրի նման քաղցր է նորեն մենք այս եւ ինչ է հետաքրքիր այսօր մենք խոսեցանք եւ որ 5-րդ գլուխը նայեցանք եւ որ սա ռեշտագը եւ ամեն անում որ երկինք ու երկրիր էին ով գրնա այս մագաղատը փանալ որ երկու գոմով քրված էր չէ մագաղաթին արտի եւ յետևը անորամար գաբեցինք այս մագաղաթը որ ասոթադաստանները նաեւ կան այս գլուխին հետ եւ խոսեցանք մասամբ այսօր մասին այդ 5-րդ գլուխը անոնք որ գուզեն իդ երթանայել 5-րդ գլխու մեջ որ ասոթադաստաններն են որ ժողովրդի վրա պիտի կան եւ այդ է ինչ որ Եզեկիելին փորի մեջ է թարնություն տվավ եւ ինչ կկատարվեր որ այս գլուխուն երրորդ գլուխը քաչալերեն որ լսողները երթան եւ գարտան երկրորդ գլուխին այդ վերջին համարները եւ երրորդ գլուխը այնտեղ գսեգոր որ Եզեկիել մարգարեն քնա եւ այս ինչ որ գուդես այսինքն ինչ որ գարտաս կմարսես եւ քեզի գուդամ փոխանցե որուն իմ ժողովրդիս այսինքն պատկամը պիտի փոխանցե իմ ժողովուրդս նաեւ գսեգոր այնտեղ քիչ մը վերջը 5 համարեն մինչև 14 գսեք որ խստաբարանոց են շատ վիզերնին գարձր այսպես բինտ խոսք մտիկ չեն ներ գսեք որ եթե ուրիշ ժողովրդի խրգեի կարելի մտիկ կնեին բայց իմ ժողովուրդս այսինքն հрьяաներու մասին կխոսի որ խստաբարանոց այսինքն լսելով գլսեն չեն հասկանալ եւ դեսնան չեն ուզեր ենթարկվել հնազանդիլ այսօր էլ այդպես է որքան հաջող եկեղեցի գերտանք Եվ ես հիմա ավելի հավատացյալներում մասին կխոսի, որ մնաց անոնք որ դուրսն են կամ չեն հավատար։ Երբեմն գլսենք եւ մենք կշարունակենք մենք մեր ըմփոստության եւ աննազանդ վիճակի մեջ եւ Աստված ինչ ողորմող է, ինչ շնորհք, ինչ կհամբերե որ բայց դեղ իր համբերությունը ունի իր կակատնագետը, ինչպես այստեղ կտեսնանք։ Գսե մի քրեր այլևս 7 որոդումները կհնչեն գսե այլևս չկա պատճառը ավելի է սпасելու ամեն բաները ամեն ինչ որ գրնամ ռազեմ որ մարդիկ անցաթարնան ապաշխարեն թարցիկան եւ զիս կմերշեն այ վեց փողերը հնչեցին միջև հիմա ինչ աղետներ եկան դեսանք անոնց մասին խոսեցանք եւ թեր իրենց այդ 9-րդ գլխուն վերջը ինչ գրված էր որ մարդիկ չապաշխարեցին դեր դեսավ որ այս բոլորը եւ գսե Enough is enough. Կփավե այլևս, վերջացավ։ Այո։ Հոսվոր 10-րդ գլուխին 4-րդ համարը որ գսե մի քրեր, բայց գնքե, որովհետև ամեն բան ըսած էր, այսինքն ինչպես բամը առանց քրելու գրնաս գնքել, այդ խոսված խոսքերը այլևս անգամ եւս պիտի չի գրկնվեին։ Այդ խոսքերը որ Հովանեսին դրվեցավ, անոնք գնքե, միայն այդ որոդումներուն իմաստները գնքե։ Բայց մնացած բոլոր մյուս բաները որ ինքը կտեսնա որ դեսիլկով եւ ցայնով գլսե որ հայտնության քիրքին մեջ գրված է մենք տեսանք որ սա մի գնքեր չէ թե սկիզբը գուզեսնե փանան այնտեղ մեկ հատ նորեն վերակալ մնենք առաջին քուխու առաջին համարը եթե փանաս հայտնության քիրքին այնտեղ ինչը սավ Հովանեսին մի գնքեր սավ չէ առաջին հայտնություն Հովանուն կաներորդ համարը ուրեմն առաջին քուխուն այնտեղ գսե երկրորդ համարի մեջ որ գսե որ Աստծուն խոսքին վկայությունը ըրավ ու Հիսուս Քրիստոսին վկայությունը ինչ որ տեսավ
Այո, ուրեմն պիտի ինքը վկայեր, ինքը չի պիտի կնքեր այս բաները, ինքը պիտի դար որ մարդիկ կարդան եւ վերջին քուլուխը հայտնության քիրքի մեջ նորեն այնտեղ նա կկրկնի Փանան 22-րդ քուլուխը հայտնության քիրքին եւ այնտեղ նա միատնա է Համար որ գսե մի կնքեր այս խոսքերը որ համարն է Մարիամը Okay, գնանք փնտրել, խնդիր չէ։ այո գրնակ նայել ճիշտ համարը գտնալ Այո։ գսե Հովանեսին այնտեղ գսե մի կնքեր այս քիրքին խոսքերը թե սկիզբը եւ թե վերջը մեկ վարյան կարծեմ այնտեղ համարը ճիշտ կարծեմ 18 համարեն վերջն է ճիշտ Ես կվկայեմ ամեն մեկու որ այս կրկին մարգարեության խոսքերը գլսե, եթե մեկը ասոնց վրա բան մը ավելցնե, Աստվածալ անոր վրա պիտի ավելցնե այն հարվածներ, որոնք այս կրկին մեջ գրված են, եւ եթե մեկը այս մարգարեության կրկին խոսքերեն բամը բացեցնե, Աստվածալ անոր բաժինը պիտի բացեցնե գենաց կրկեն եւ սուրբ քաղաքեն, որ այս կրկին մեջ գրված են։ այո կներես 10 համարն է 22 քուխուն 22 այո 20 Պիտի այս կրկին մարգարեության խոսքերը մի գնքեր։ այո Այսինքն ժամանակը մոտ է։ Այո, գսեգոր իրեն ժամանակը մոդե մի կնքեր։ Դանիելին ասավ գնքեք, մինչև վերջին օրերը, բայց վերջին օրերը երբ էր։ Այն բահեն, որ Քրիստոս ծնավ, մեռավ, հարություն արավ, համբարձավ եւ վերջնալ այդ բահեն ինքը երկինք անցավ եւ վերցուց այդ մագաղաթը եւ գնիկները քագեց։ Ուրեմն մեզի դրված է որ ինչ որ Դանիելի ժամանակ կնքված էր, մենք բացվի եւ հասկանանք Բացի այս որոդումները եւ անա գսե որ այլևս մի էսեր այդ խորհուրդները որը բաներ կան որ դրված է որ գիտնան բաներ կան որ թաքնված են բայց այլևս ժամանակը հասեր է գարիքը չկա որ նույնիսկ քրես այլևս ասոնց մասին եկել է ժամանակը վերջին փողը պիտի հնչե այդտեղ հասեր ենք Արթնցեք փողերը կհնչեն որ քաղաքը Երիկոյի պիտի փլի այլևս 7-րդ օրը հասեր են փողերը պիտի հնչվի հոսա փողերը կհնչվին որ հիմա ներշուտ շաբաթը նայինք կդեսնանք փողերը փարացի փողեր չեն այսօր եւ քաղաքը փարացի Երիկոն չէ կամ Բաբելոնը չէ ժողովուրդները արդեն ամրոցները ամեն բան պիտի քանթվի եւ մեկ ժամվա մեջ Բաբելոնը պիտի գործանա արդեն աշխարհի մեջ նշանները կդեսնանք որ ամեն դեղ բادرազմները կշատնան աղետները, գարկուտները, փոթորիկները, որոդումները, ամեն դեսակ ժանդախները, ասոնք նշաններ են, որ մոդենա որ վերջին փողը արդեն կհնչվի որ, բայց եւ որ հնչվի արդեն ինչ է այդ վերջին փողը Թեսաղոնացիս քիրքի մեջը հրեշտակաբեդը եւ վերջին փողը հնչի արդեն ուշ է որով Քրիստոս պիտի իջնի երկինքեն եւ մեկ աղընթարի մեջ Թադաստանը պիտի կա հարությունը պիտի կա արդարներուն եւ ոչ արդարներուն ուշ պիտի ըլը այսօր անդրադառնանք այսօր ապաշխարեք եւ այս կոչումը որ հայտնության քիրքին ուզեմ ավարտել այլևս գուտագոր Հովանեսին 10 քուխուն մեջ ինչ կսեգոր որ ես արի գերա համովեր փերնից մեջ թարնություններ փորնից մեջ եւ այս ռեշտագ ինձի ինչ կսեգոր Հովանեսին կսեգոր որ Ուզեմ որ երթաս եւ մարգարեյանաս նորեն ժողովուրդներուն ազգերուն ամեն լեզուներուն եւ թակավորներուն ասիկա եթե գիշենք 9-րդ քուխուն մեջ Բողոս Արաքյալին եւ որ գոչում տվավ Աստված եւ որ ինգավ այդ Դամասկոսի ճանապարհին վրա այնտեղ Աստված իրեն գոչումը տվավ չէ Բողոս Արաքյալին որ Իմ զարաս պիտի լասեսավ, կորցարակելոց 9-րդ կուլուխը, և ասավ, ես կեզի հետևյալ աս է, որ ինչ-որ կեզ մեկը բանչեմ որնես։ Ինչ է, որ Պողոս Արաքյալ պիտի երթար և գրնան կարդալ, անագարդանք 9-րդ կուլուխը 15 համարը, կորցարակելոց 9, 15 և 16։ Որ գսե դերը ասավ անոր կնատուն բասնսի անիգա ինձի ընդիր աման մնե իմ անունս գրելու հետանոսներուն ու թակավորներուն եւ Իսրայելի որդիներուն արչեւ Այո ուրեմն ով էր որ ընդիր անոտ պիտի լա Բողոս Արաքյալ որ գսպաններ որ քրիստոնյաներուն բայց Աստված իրեն պես անցմգարներ եւ գսկոր ընդիր անոտ մը պիտի լա եւ այդ ընդիր անոթը ինձ համար ինչ պիտի ներ վկաս պիտի լա
ազգերուն, ժողովուրդներուն եւ թագավորներուն։ Անոր համար ինքը գիտեր, որ մինչեւ որ ռոմայական կայսրության թագավորին չհասնի իր գոչումը չավարտված եւ մինչեւ մեզի որ ասված գոչումը դա, մինչեւ մենք չավարտենք, մենք վախնալու մեջ ունենք, որ մեզի փամը պիտի լա։ Դերը մեզի կբահե մեր այն ինչ որ գոչում դվեր է որ ունենք, մինչեւ մենք վերջացնենք մեզի ինչ փանեմը մի վախնար բացի Աստծո վախին։ Ամեն։ Շատ քեզիկ պատկամներ կդրվի որ Աստծո վախի մասին մեր եկեղեցին արժե որ նույնիսկ մտի գնենք ավետարանական եկեղեցի Թորոնտոյի զդիկովաստմը ուրեմն Աստծո վախը կարևոր է ուրիշ բան է մի վախնար ոչ թե գսե որ վախցիր անգե ոչ թե որ մարմինը գրնա կործանել որ սատանան է այլ վախցիր անգե որ թե մարմինը եւ հոգին գրնա գեհեննեն է այդ վախունիսն է պիտի ենթարկվիս եւ հնազանդիս ուրեմն Հովանեսին ինչ կդրվի որ այստեղ որ այս խոսքերը դանի եւ դարաձե աշխարհ համայն եւ Գրեգոր եւ 7 եկեղեցիներուն գխրգոր ուրեմն եւ որ մենք մտածենք առաջին քուխու երրորդ համարին յետքանք որ գսե երանելի անոնք որ կգարթան ու գլսեն ու իրենց սրդերում մեջ կբահեն անգիր գնեն կմտածեն քիշեր ցորեք եւ ոչ թե մեկ օրվա համար ամեն օր մինչեւ յանքիդ վերջ կամ մինչեւ Հիսուս վերադառնա այս մարգարեության քիրքին խոսքերը նայ այստեղ գսե որ պիտի մարգարեանաս չէ 10 քուխուն 11 Նորեն պիտի մարգարեանանք ինչ պիտի մարգարեանանք ամ հազար բաներ այսօր մարդիկ երազմ կտեսնան որ կսկսին որ երազի մասին 10 ժամ պատկամը դա երազները չէ որ պիտի մարգարեանաս այս մարգարեության քիրքին խոսքերը պիտի մարգարեանանք ինչ որ Հովանեսին դրվեցավ, որում միջոցով մենք կարդացինք, լսեցինք այսօր եւ մենք պիտի փոխանցենք ուրիշներուն եւ ադիկա ոչ միայն քարոզիչները, ամենքս հովիվներ, մարգարեներ, եղիսխոբոսներ, քահանաներ, եկեղեցիներ ամենտեղ միապան պիտի ելանք դերոջը տված խոսքերը, որ իր կամքն է, որ երկինքը ինչ որ կգադարի որ երկրի վրա կա եւ երկրի վրա իր թակավորությունը կա ինչպես երկնքում։ Այստեղ ուզեմ ավարտել։ Ես ուզեմ վերջին հարցումս ասել եւ բոլորին գոմե որքեզի հիմա մդիկ գնեն բարած ինչ որ գտեսնան կլսենք քեզ մետ ունալ գերազես Աստվածաշունչը եւ ինչպես կսկաս հիմա թարմություն ունիս Անշուշտ ես չեմ ուզել ես ինչ անցելու համար գաղութեմ որ թեր ապաշխարած չեն Իմ փերնից մեջ ասիկա սկանչելի գուրախանամ որ դերը պիտի կա արդար Թադաստան պիտի նե եւ վերջը պիտի կա այս բոլորին որով ինչքան մարդիկ որ արդար են Քրիստոսի արդարությունով ոչ թե ինքն արդար Ադալ ճիշտ է մենք արդար չենք ոչ մեկը գսես Ռոմայացիս առաջին քուխու 10 համարը գսե ոչ մեկ արդար չկա նույնիսկ մի հատ ամենքս մեկ կործածենք եւ Աստծո փառքեն ինգած ենք գսե Ռոմայացիս 3:23-ը ուրեմն Եթե արդար չգա, ամենքս պիտի պատճառի, բայց այսօր լուծումը գա, Ռոմայացիս 6:23-ի մեջ կսե մեղքին վարձքը մահ է, որով ամենքս ամեղավոր ենք անարդար ենք, բայց Աստծո ծրի բարգևը հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով, սո եթե հավատանք իրեն, մենք կարդարանանք եւ արդարացված կսեպվենք, որով Քրիստոսի արդարությունը շնորհքով կժարանքենք, մեզի կդրվի մեր մեղքերը իր վրա գարնվի, այս է ուրախլուրը, այսօր վերջացնեմ այդ ուրախլուրը, որ ինքը գթադվի խաչին վրա եւ թադվեցավ մեզ համար, որ մենք ազատագրվենք եւ Թադաստանը մեր վրա չկա, այս է բարիլուրը, ասիկա համով է, ասիկա մեղրի նման է, քարոզել, վկայել, բայց եւ որ տեսնանք որ մարդիկ կմերժեն այս պատկամը, անշուշտ է իմ սիրելիներս կամ հարազատներ, ընկերներ, բարեկամներ, որոնք կքարոզենք եւ կմերժեն մարդ կուրախանա որ մեկը Թադաստանին դակ պիտի գործամի եւ Աստծո գեանի արչը պիտի գանքնի եւ օրը պիտի ես չեմ ջանշնար քեզի թժող ամեն ջանշնա Հիսուսին տրախտ հավիտենականություն իր ներկայությունը վայելելով Լուրջ հարց է այսօր լերցանանք ուրախ լուրով, որ սիրելիներ ապաշխարենք, ժամանակ չգործընծնենք, կարդանք այս գիրքը, սորվինք մեր սրտերու մեջ բահենք եւ վգայենք, կարդանք ուրիշներուն Ալլահովի, քահանա, եղիսխոբոս, կաթողիկոս, բաբը, Ռոմի, չեմ գիտեր ինչը, ամենքը սա գրնանք կարդալ ասիկա ուրիշներուն։ Երկու վերջին բան, առաջին կխնդրեմ, որ PowerPoint-ը վերցնես։ Այո, ճիշտ, հալելույա։ Եվ երկրորդ բան, օքեյ, ես շատ կեմ։
Okay, եւ երկրորդ վերջին բանը կխնդրեմ որ ասխանթավարություն որ ունես անոթները որոնք թույլսած են հիմա դերոջը անոթները դերոջը ընդիր ամանները որ թույլսած են հիմա վերագենթանանան եւ գարտան խոսքը ուդեն նույնիսկ որ թարմություն պիտի ունենան բայց շարունակեն ուդել եւ տարածել խնդրեմ Այո, ուզես աղոթքով ավարտենք։ այո Այո, սիրելի երկնավոր հայր, այսօր քո խոսքը տնորեն մեղրի նման քաղցր մեր քիմքերու մեջ, մեր փերաներու մեջ եկավ, շնորհակալ ենք քեզ, որ կփանաս հայտնության հոգի եւ իմաստության հոգի, աղոթքի հոգի եւ շնորհքի հոգի կխնդրենք, որ թափես ամենքնուց մեջ, մեր ծարավը արթնցնես, որ քո խորանետ այս քիթքին մարգարեության խոսքերը գարտանք, լսենք, սիրտերնուց մեջ պահենք եւ վկայենք, տարածենք, ինչպես որ Հովանեսին ասիր, մենք անոթները լանք մաքուր որ միջոցով հասնի եւ գաղութեմ ապաշխարության հոգի թափես մեր հայ ժողովրդի մեջ սկսելով մեր ընտանիքներեն իմ սրդես եւ ուրիշներուն որ թեր չեն ապաշխարած որ փոխանակու թադաստաները կա մարդկանց վրա փրկություն եւ արավել յանք ջող յանք լիը յանք հավիտենական յանքի այդ հույսով ապրինք մինչեւ երկրորդ քալուստը մեզի հաստատ եւ հավատարիմ բայս կորտնեմ քեզ հայր որդի եւ սուրբ հոգի քո Իսրայել ժողովուրդը քո հարս եկեցի կորտնեմ Կարինը եւ իր ընտանիքը եւ բոլոր լսողները շնորհե դեր որ ալավելի կորտնությանդ մեջ աճինք հասունանանք մինչեւ բոլորս հասնենք Հիսուս Քրիստոսի գադարյալ հասակին որ քո թակավորությունդ կա երկրի վրա ինչպես երկնքում եւ քո կամքդ կդարի երկրի վրա ինչպես երկնքում Հիսուսի անունով հայր որդի եւ սուրբ հոգի ամեն Եվ ես ակսեմ դերը օրնեկես, դերը երգերեսը պայլացնեք ու վրա, դերը ողորմի քեզի, որ ասկերու մեջ, հայ ասկին մեջ, բոլոր ասկերու մեջ, ոչ թե միայն հայ ասկին մեջ, որ այս հայտնություն հովանուն տունդարածես և սորվեցնես։ Ծերերի կուրև եղբայր շատ շնորհակալ եմ գտստվի կալ երեք շաբթի։